Ընտրական օրենսգրքի 122, 128, 122 պրիմ հոդվածները սահմանում են, թե որ դեպքերում կարող են ընտրությունները հետաձգվել, մասնավորապես արտակարգ կամ ռազմական դրության դեպքում։ Այ Նիկոլ, եթե դու գնում ես խաղաղության պայմանագրի, ինչ ռազմական կամ արտակարգ դրության մասին է խոսքը, որ դու ընտրություն չես անում, եւ հետաձգում ես ընտրությունը արհեստականորեն վիժեցնում ես, որ քո դրածոյի դներ, չգիտեմ, իրա կանգա բարեկամնա, կանգա չարեկամնա, որ ընտրությունները չկայանան, որ դու կարողանաս ժամանակ շահել։ Պարոն Ղուկասյան, ես ասել եմ, էլի կրկնում եմ, մեղավորը դուք եք, ձեզնից են վախեցած։ Դրա համար էլ անընդհատ հետաձգում են ընտրությունները։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում, թող ժողովուրդը լսի, վարչապետ եզրույթը, վարչապետ բառը ոչ մի տեքստով, ոչ մի դեպքում նախատեսված չէ ընտրությունները հետաձգելու իրավունք ունեցող սուբյեկտի իմաստով։ Այսինքն վարչապետը այսօր զբաղված է սահմանադրական կարգի տապալմամբ։ Ինչու՞, որովհետև բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն պետական մարմինները դրանց պաշտոնատար անձին իրավասու են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ։ Ո՞նց եք դուք տեսնում սրա ելքը։ Իրավաբանորեն։ Ավարտեմ իմ զուտ իրավաբանական ասելիքը, հետո կպատասխանեմ ձեր հարցերին, եթե կարելի է։ Իհարկե։ Ուրեմն ոչ մի օրենքով, ոչ մի սահմանադրական նորմով վարչապետի նման իրավասություն վերապահված չէ։ Ավելին ասեմ, կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կուսակցությունների օրենքի առաջ հավասար են։ Հիմա այս ապիկար երկոտանի Նիկոլը չի կարողանում Գյումրիում գտնել այնպիսի մարդ, որը իր վարկանիշով կարող է ձեզ գերազանցել եւ հասկանում է, որ այնտեղ ինքը գրեթե զրոյական վարկանիշ ունի, փաստորեն խնդրեմ է ստեղծում մյուս բոլոր կուսակցությունների համար քաղաքական հայտ ներկայացնելու, այսինքն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը մասնակցելու, որովհետեւ գրած չէ, որ իշխանական կուսակցությունը իրավունք ունի անհավասար պայմաններ ստեղծել կամ խոչընդոտել մյուս կուսակցությունների։ Անա ցուցակից դուրս գտնվող մարդու բերում նշանակումը ԺՊ ո՞նց։ Թվականին իամիջ ցենտրի։ Դա իր հերթին, այո, ճիշտ եք ասում, դա իր հերթին։ Բայց այդ տղա, Նիկոլ, եթե դու չունես արժանի տեխնացու, դու ինչ պարտադիր է, որ դու մասնակցես քաղաքական այդ հայտի։ Մեկը նարկոման է, մեկը պուտանկա է, մեկը գինեկոմաստիա է ու Ես սրան բրթում է այս գինեկոմաստիային, բրթում է աննաբոլեին, այսինքն են որ նստում է պորրիկի դեմքով ասում է իմ ամուսինը, ես չեմ մասնակցում քաղաքականության մեջ, այսօր երկիրով ռուլի տանը մետ ագարկ են։ Եվ հիմա են մեկին հանին ասին բան նարկոմանա գնա, են մեկը են բանը դլոլ, ջոգեսոր չպիտի մտնի, որովհետև կեղնի խարխայտարա, հիմա եկել է այս մեկը, որը որ բացարձակի իրավունք ունես դու դրսից մարդ բերես, խսկես Գյումրու քաղաքապետարան նշանակես ԺՊ։ Այդ դեպքում երբ որ կա երկու փող քաղաքապետ, մեկը տնային կալանքի տակ է, մեկը ասեմ որտեղ է, եւ վերջապես ավականին կարա միջից գոնե ընտրի ԺՊ։ Բայց ասում է չէ, ես դրսից բերեմ եմ դնեմ, ո՞նց։ Պարոն Ղուկասյան։ Ու հազարական ներողություն եւ ոչ մեկ, ուշադիր եղեք, պարոն Պետրոսյան, ոչ մեկ, ովքեր որ հիմա պիտի մթոն Հենց հիմա ստարտը տան քաղաքապետի մի 1000 հոգի լսվելու է դաշտ, էլ Վարդան Ղուկասյան, էլ Սուրեն Սուրենյան, էլ էն Սամվել Բաբայանի սաղցուս նստած են, մեկը չի հլմասի, ես ինչ ես անում, նորից առաջին տեղում Վարդան Ղուկասյանը, որ էլ ասում է, ես ինչ ես անում, այ բոզի տղա, դու ո՞նց ես դրսից մարդ բերում նշանակում։ Ես իմ սովորության համաձայն ինչ մտածում եմ, դա ասում եմ, այսօր ակնհայտ է, որ այս ամեն ինչը արվում է ձեզանից ահաբեկված, դրա համար պետք է գնալ առաջ։ Հասկանում եք, նորից եմ ասում, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում ասվում է, որ բոլորը հավասար են։ Ինչ իրավունք ունի Նիկոլ Փաշինը իր անպետքության, իր քաղաքական անպիտանության պատճառով արգելափակել մյուս քաղաքական ուժերի քաղաքական գործ։ Սրա ելքը ո՞րն է, դատարանն է, միտինգն է, ըստ ձեզ իրավական ճանապարհը։ Երբ որ կոնկրետ գործողություն կկատարվի, ես կասեմ, որն է դրա իրավաբանական հաջորդական քայլը։ Շնորհակալ։ Այս Նիկոլ Փաշինը իր հայտարարություններով, տեսեք, պարոն Ղուկասյան, ինքը ինչ ասում է, հանգամանքները ստիպել են, որ վարչապետը միջամտի այս գործին։ Ես նորից եմ ասում, սա սահմանադրական կարգի տապալում է։ Այ որ դուք բարով խելով գաք իշխանության,
ես աջակցեմ եմ ձեզ, որ քրեական օրենսգրքի 420 հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում սահմանադրական կարգի տապալման համար, որի համար նախատեսված է 10-ից 15 տարի ազատազրկում, այդ հոդվածի փոխարեն վերնագրի տեղը դրվի Նիկոլի նկարը, որովհետև ինքը սարքվել է այդ հոդվածի հետ, ամուսնացել է, ինքը իր բոլոր գործողություններով, բոլոր հայտարարություններով ամեն օր հարուցում է այդ հոդվածի զայրույթը։ Դրա համար իր նկարը պիտի դնել այդ հոդվածի վերով։ Եվ ձեր ժամանակը խնայելու նկատառումով ասեմ, պարոն Ղուկասյան, այս ամեն ինչը նշանակում է սահմանադրության երկրորդ հոդվածի խախտում, այսինքն իշխանության յուրացում։ Սահմանադրության երկրորդ հոդվածը գիտեք, ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ասում է, ժողովուրդը այդ իշխանությունը իրականացնում է պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններին մասնակցելու միջոցով։ Փաստորեն Նիկոլ Փաշինը արգելում է ժողովրդի իշխանությունը, սահմանափակում է դրա հնարավորությունը։ Եվ այդ հոդվածը ավարտվում է հետևյալ նախադասությամբ. իշխանության յուրացումը ցանկացած անհատի կողմից հանցագործություն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն այսօր շարակել է ամբողջ քրեական օրենսգիրքը, որի մեղավորը ցավոք սրտի կամ գուցեև բարեբախտաբար դուք եք։ Շնորհակալություն։ Վերջում ես ասելու համար։ Շնորհակալ, հաջողություն։ Ուրեմն կապված Գյումրիի հետ հիմիկվանից զգուշացնում եմ եւ ասում եմ Վարդան Ղուկասյան, Գյումրվա Վարդանիկը, Սուրեն Սուրենյանց, ընդեղելով կար հանրապետականներ, Արա Զորաբյան եւ այլն, փաստաբանական պալատի Զարթոնք, Մարթոնք, ապրելու երկիր եւ այսինքն բոլոր այն կուսակցություններին, ովքեր մտադրված են մասնակցելու Գյումրիի ընտրություններին որպես ընդդիմություն։ Ուրեմն կոչով դիմում եմ ձեզ, եթե Նիկոլ Փաշինյանը բերեց օրենքից դուրս, եւ ինքը դանելու է, նշանակեց այս Մկրտչյան Վահակ, այս գինեկոմաստիա բոզի տղուն, Գյումրիի քաղաքապետի ԺՊ, եթե դուք բոլորդ մի մարդու նման ոտի չհելակ իմ հետ միասին, դատարաններով, դեսպանատներով, չգիտեմ ընդեղ Գյումրիի փողոցներով եւ այլն, սրա տուն ու տեղը ծծցնելու, ուրեմն ես եմ ձեր տուն ու տեղը ծծցնելու լենագանցներին խափելու համար։ Եթե ընդդիմադիրներ եք, ձեզ հայտարարում եք ընդդիմադիր, ուրեմն պարտավոր եք այս ապօրինի նշանակումը հենց տեղի ունեցավ, նախ չպետք է թույլ տանք, հենց տեղի ունեցավ, կանգնելու ենք իրար կողք բոլորս։ Կանգնում եմ բոլորիդ կողքը, ես եմ գալի կայնում։ Հարց չկա, ես եմ գալի։ Կայնում ենք իրար կողք, անհնազանդությունա, միտինգա, դեսպանատներ գնալով, դատարաններ մտնելով, համատեղ այդ բոլոր կուսակցություններով կազմում ենք, դատական հայցի տակ ստորագրում ենք, փաստաբաններ լավա ունենք Հենարա Զորաբյանը եւ այլն, այդ բոլորից փաստա բոլորս ստեղծում ենք մի հատ շտաբ, բոլորս փոխանակում ենք իրար այդ համարներով, այն մարդիկ ովքեր ընդդիմադիր են։ Դառնում ենք, ծանոթանում ենք իրար հետ, հասանելի ենք դառնում եւ այլն, եւ սկսում ենք բոլորովս համակարգված դուրս գալ այս իշխանությունների դեմ, որպեսզի Գյումրիում չլինի նմանատիպ բոզի տղություն։ Թո ավականին իա մեջից ընտրի ԺՊ, 6 ամիս խնդրեմ, թո ձգի։ Որովհետև ես հասկանում եմ, ինքը չի կարա գնա ընտրությունների։ Բայց եթե ես գինեկոմաստիային, Աննա Բոլեին ագարկին, բերեմ նշանակում, մենք միանալու ենք, ով չմիացավ, բայց չեք միանում, հարց չկա։ Բայց եթե 6 ամիս հետո այդ չմիացած անձը իա ավականյով մտավ քաղաքական ընտրապայքարի մեջ ու իան հայտարարեց ընդդիմություն,